Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր պատրաստում եմ տորտ դիասպորա սփյուռք։ Շատ գեղեցիկ, շատ համեղ տոնական տորտ է ստացվում։ Դե ինչ, սկսենք պատրաստել միասին։ Հարկավոր է առաջին շերտի համար բիսկվիտային 6 ձու, առանձնացնում եմ դեղնուցները սպիտակուցից, դեղնուցները դեռ թողնում եմ, սպիտակուցին ավելացնում եմ մի պտղունց աղ, հարում եմ եւ աստիճանաբար ավելացնում եմ 160 գրամ շաքարավազ, հարում եմ շաքարավազի հետ միասին, մինչ լավ կփրփռի։ Եվ արդեն երբ սպիտակուցները լավ հարած են, մեկ-մեկ ավելացնում եմ դեղնուցները։ Այս զանգվածին ավելացնում եմ 4 բաղադրիչները, 170 գրամ ալյուր, 30 գրամ կակաո եւ 8 գրամ փխրեցուցիչ։ Զգուշությամբ խառնում եմ։ Ուղարկում եմ ձևամանի մեջ, չափսը 24-34 սանտիմետրի վրա եւ ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 170 աստիճան ջեռոցը 30-35 րոպեով։ Առաջին շերտը պատրաստ է, պատրաստելու եմ երկրորդ շերտը։ Երկրորդ շերտի համար հարկավոր է 5 ձու, դեղնուցները առանձնացնում եմ սպիտակուցից, դեռ սպիտակուցները կթողնեմ, սկզբից կպատրաստեմ կրեմը, դեղնուցին ավելացնում եմ 180 գրամ շաքարավազ, հարում եմ։ Հարած դեղնուցներին ավելացնում եմ 400 մլ կաթ, եփում եմ մինչ կթանձրանա եւ փակում եմ սննդային թաղանթով, թողնում եմ սառչի։ Երկրորդ շերտի համար սպիտակուցներին ավելացնում եմ աղ, մի պտղունց աղ, ավելացնում եմ 150 գրամ շաքարավազ եւ լավ հարում եմ։ Ավելացնում եմ 80 գրամ ալյուր, զգուշությամբ խառնում եմ։
Վերջում ավելացնում եմ 200 գրամ մանրացրած ընկույզ, զգուշությամբ խառնում եմ։ Եվ արդեն զանգվածը պատրաստ է, ուղարկում եմ ձևամանի մեջ, չափսը 24-34 սանտիմետրի վրա, տարածում եմ հավասարաչափ և ուղարկում եմ նախապես տաքացրած մինչ 180 աստիճան ջեռոցը 20 րոպեով։ Շերտերը արդեն նախապատրաստեցի, պատրաստեմ կրեմը, այստեղ 250 գրամ կարագ է, սենյակային ջերմաստիճանի, հարում եմ և արդեն աստիճանաբար ավելացնում եմ եփած կրեմը։ Եվ վերջում արդեն կրեմին ավելացնում եմ 30 գրամ կակաո, եւս խառնում եմ, հարում եմ կակաոյի հետ միասին, կրեմը պատրաստ է, կսկսեմ հավաքել տորթը։ Բիսկվիտային շերտը կիսում եմ 2 մասի։ Եվ սկսում եմ հավաքել առաջի շերտը բիսկվիտային, վրայից թրջում եմ օշարակով և վրայից կրեմի կեսը, տարածում եմ հավասարաչափ։ Երկրորդ շերտը ընկույզով շերտն է, տեղադրում եմ, վրայից պատում եմ կրեմով, հավասարաչափ տարածում եմ։ Եվ վերջի շերտը բիսկվիտի երկրորդ մասն է, տեղադրում եմ, վրայից նորից թրջում եմ օշարակով և ուղարկում եմ սառնարան մի քանի ժամով։ Պատրաստում եմ ջնարակը, տորթը վրայից կպատեմ ջնարակով։
Պատրաստ տորթը վրայից պատում եմ ջնարակով, ուղարկում եմ մի կես ժամով է սառնարան եւ արդեն կարող ենք մատուցել։ Շատ համեղ, գեղեցիկ տոնական տորթ է ստացվում եւ շատ հեշտ բաղադրատոմս է։ Մաղթում եմ բոլորին բարի ախորժակ, բաժանորդագրվեք իմ ալիքին, լայք դրեք, եթե հավանեցիք այս բաղադրատոմսը եւ շնորհակալություն, որ ինձ հետ եք մինչ նոր հանդիպում։ Торт получается очень вкусным, нежным. Готовьте с удовольствием. А я желаю всем приятного чаепития. Подписывайтесь на мой канал. До новых встреч!